Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, տարիներ շարունակ կառավարությունը աջակցության տարատեսակ ծրագրեր է իրականացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ եւ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է, որ գործող կարգավորումները կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ով, իսկ արդեն 25 թվականի հունվարի 1-ից նոր կարգավորումներ առավել երկարաժամկետ եւ առավել համապարփակ լուծումներով է հանդես գալու կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու նպատակով։ 2024 հակիրճ եւ արագ ամփոփելու համար ասեմ, որ հիմնական երկու ծրագիր է գործել նախորդ տարվա ընթացքում, առաջինը դեռևս վաղուց գործող ստարտափների համար մինչև 30 հոգանոց աշխատակից ունեցող ընկերությունների համար աշխատակիցների եկամտահարկի 50%-ի ուրեմն հարկային արտոնություններ են սահմանված եղել եւ 2022 թվականի մարտի 1-ից տեխնոլոգիական ընկերություններում 10 եւ ավել աշխատակիցներ ներգրավված ընկերությունների այդ նոր ներգրավված աշխատակիցների եկամտահարկի 50%-ի չափով վերադարձ է արվել տվյալ ընկերություններին։ Այս մասով կարող եմ ասել, որ 2024 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 6.5 միլիարդի աջակցություն է ցուցաբերել ընկերություններին, ՑՊԱՀ-ս եւս 1.5 միլիարդի, որովհետեւ երամսյակներով է ուրեմն տրամադրվել այդ աջակցության մասը եւս 1.5 միլիարդ նախատեսվում է մինչև մարտի 31 տրամադրել ընկերություններին, սրանով ծրագիրը ավարտվում է եւ ուժի մեջ է մտնում արդեն իսկ հունվարի 1-ից գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, ինչպես նաեւ հարկային օրենսգրքում փոփոխությունները եւ լրացումները, որոնք ընդունվել են 2024-ի դեկտեմբերին։ Այս նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է երկու հիմնական գործիք, ընդհանրական գործիք, առաջին աջակցության ծրագրերն են, այստեղ 3 հիմնական ուղղություն է վերցրել կառավարությունը 7 տարիների համար, մասնավորապես այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան տվյալ ընկերությունները, նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին 60%-ի չափով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան ընկերությունները, այստեղ հիմնականում մենք թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում եւ երրորդ ուղղությունը մասնագիտական վերապատրաստման, ուրեմն կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով կրկին ընկերությունները արդեն 50%-ի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու։ Եթե նախկին տարիներին կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, այսինքն հիմնականում ուրեմն դասակ տնտեսական գործունեության դասակարգչի, որի մեջ հիմնականում մտնում էին ծրագրային ապահովում, համակարգչային ծրագրերի մշակում, տվյալների հետ աշխատանք, ապա այս օրենքի հիմքում դրված է մենք փորձել ենք նաև միջազգային փորձը եւ ստանդարտները հաշվի առնելով փորձել ենք առաջին անգամ նաև ձևակերպել, սահմանել բարձր տեխնոլոգիաները, որոնք են եւ այս ծրագրի հիմքում դրել ենք ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու մեր նպատակի։ Եվ կրկին շատ արագ ընթերցեմ, թե այլևս ինչ տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններն են այլևս հունվարի 1-ից լինելու այս ծրագրի շահառուն։ Մասնավորապես
էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, համակարգիչների եւ ծայրամասային սարքվածների արտադրություն, կապի սարքավորանքի արտադրություն, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ եւ գործիքների սարքերի արտադրություն, ճառագայթահարող, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն, օպտիկական գործիքների լուսանկարչական սարքավորանքի արտադրություն, մագնիսական եւ օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն, շարժիչների, տուրբինների բացառությամբ ավտոմեքենաների օդագնացական արտադրության, հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների համար էլեկտրական եւ էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, օդանավերի տիեզերանավերի արտադրություն, այլ թռչող սարքերի արտադրություն, օդանավերի տիեզերանավերի այլ թռչող սարքերի համար մասերի, լրամասերի արտադրություն, մարտական մեքենաների արտադրություն, համակարգչային խաղերի հրատարակություն, այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն, ծրագրային ապահովման մշակում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում, մշակում, խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն, տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակում եւ կիրառում, օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայություններ, վեբ պորտալների հետ կապված գործողություններ, ինտեգրալային սխեմաների նախագծում եւ թեստավորում, գիտական հետազոտություն եւ փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում, նույնը բնական գիտությունների, տեխնիկական գիտությունների եւ տեխնոլոգիաների բնագավառում եւ հասարակական հիմնարար գիտությունների բնագավառում հետազոտությունների մասով, այսինքն առաջին անգամ մենք այս աջակցությունը նախատեսել ենք ամբողջ high-tech սեկտորի համար եւ երկրորդ ուղղությունը աջակցության ծրագրերից նախատեսված է R&D-ի մասով, այսինքն գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների մասով, որը երևի թե հարց ու պատասխանի ձևաչափով կանրադառնանք դրանց։